Փաշինյան, պահանջում ենք հաշվետվողականություն։ Խնդրեմ, սա լսենք եւ շարունակենք։ Բանկերների հետ նախորդ տարվա վերջին ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել։ Ինչու է սա կարևոր քննարկվող հարցի համատեքստում, որովհետև 300 միլիարդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություններ կստեղծի տոկոսների նվազեցման համար։ Երբ քաղաքացին բանկով գործարք է անում, իր բանկից գանձած գումարից միջնորդավճար է վճարում, որի արդյունքում հասարակ ժողովրդի գումարներով բանկերը հարստանում են, իսկ այդ միջնորդավճարը վճարում է գնորդը կամ քաղաքացին։ Ստացվում է, որ բանկերին հարստացնում է Փաշինյանը, ոչ թե քաղաքացիներին է պաշտպանում։ Լսենք եւ շարունակենք։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Եվ հենց այս պատճառով ձեր հայտարարած փակեք խանութը քաղաքականությունը կեղծ է ու անարդար։ Եթե բիզնեսը քարտով վաճառք է անում, պետությունը պետք է պահանջի բանկերից իջեցնել միջնորդավճարները, ոչ թե սպառնա փոքր եւ միջին ձեռներեցներին։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատակազմից ստացել ենք պաշտոնական նամակ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գլորիկ մեծ գումար է ստացել Եվրոպական միությունից մանր, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, եվրոինտեգրման, վիզաների ազատականացման նպատակով։ Պարզ չէ, թե ինչպես է օգտագործվել միլիոնավոր գումարը։ Ես պահանջում եմ հրապարակային հաշվետվողականություն յուրաքանչյուր ծրագրի համար, որքան է հասել ՓՄԶ-ներին եւ ինչ արդյունք է ունեցել, որի մասին ես անձամբ արդեն գիտեմ, որտեղ եք ծախսել Փաշինյան։ Վերջապես ժողովուրդը իրավունք ունի իմանալու, թե ինչպես է օգտագործվում ցանկացած ստացվող աջակցություն։ Տվեք հաշվետվություն, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրեք խանութներին։ Հարգանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։